Բարև ձեզ, սիրելի աշակերտներ և հարգելի ուսուցիչներ, այսօր մեր դասի թեման է կոտայքի մասը, ուսումնասիրելու ենք լեզվասանի հետ կոտայքի մասը, մեր մարզն է, որտեղ մենք ապրում ենք, բնականաբար ավելի հետաքրքիր կլինի խորը ուսումնասիրելու համար և մեր դասի նպատակն է, որ գիտելիքներ ձեռք բերեք դուք մեր մարզի բնական պայմանների, ռեսուրսների, բնակչության առանձնահատկությունների, տնտեսության զարգացման վերաբերյալ, ինչու՞ չէ քարտեզի վրա դրանք սովորեք և վերջնարդյունքում վերլուծեք քարտեզը, իմանաք ձեր գիտելիքները հենց մեր մարզի բնական հարստությունների, բնակչության առանձնահատկությունների տեղաբաշխման և նաև շեշտադրենք տնտեսության բնորոշ գծերը։ Մենք հիմա կուզենայի դասը նախ քննարկումով անցկացնենք, ինչ գիտեք դուք մեր մարզի մասին, կոտայքի մարզի մասին։ Անահիտ։ Կոտայքի մարզը ունի բացառապես ջրային ցանցեր, այցելություն հրատակետը, ինչին հանդիսանում է նրա էներգիային հետաքրքրությունը։ Իսկ ինչպիսի դիրք ունի մեր մարզը, Մանյա։ Կոտայքի մարզի միակ վարկը գործում արտաքին ծառման արտադրություններ։ Լավ, իսկ ով կարող է քարտեզի վրա ցույց տալ մեր մարզը, իսկ ինչու է առանձնահատուկ մեր մարզը, ով կարող է ասել, ինչով է առանձնահատուկ ունենք։ Գտնվում է Հայաստանի միակ ջերմաէլեկտրակայանը, ամենահզոր ջերմաէլեկտրակայանը։ Ճիշտ է, մենք անցել ենք տնտեսությունից, լավ, իսկ աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը որն է, Մանե։ Սահման չունի օտարպետությունների հետ։ Իսկ ավելի սահման է գծում։ Այո, արտաքին երկրի հետ մենք սահման չունենք։ Իսկ հարևան մարզերը կարող ենք ցույց տալ, Մարինա։ Ապրեսիջանստիր։ Մեր տուրիստական գիդը պատրաստ եք խոսքը ներկայացնելու։ Մարինան և Տիգրանը համեցեք, տեսնենք ինչ պատմամշակութային ժառանգություններ ունենք, ինչ բնական առանձնահատկություններ ունենք, կարող եք մոտենալ այս քարտեզի մոտ, աշխարհացույցում միանգամից մենք մեր աշխատանքը կներկայացնենք, դուք էլ ձեր սովորեցը։ Եկեք ստեղ։ Հյուսիսային հատվածի սահմանագիծը Լորվա մարզին, արևմտյան հատվածում Արագածոտնի մարզին, հարավ-արևմտյան հատվածում Հարմեն մայրաքաղաք Երևանի, հարավային հատվածում Արարատի մարզին, արևելյան հատվածում Գեղարքունիքի մարզին, իսկ մի փոքր հատվածի արևելյան հատվածում Տավուշի մարզին։ Շատ ամրաշ, շնորհակալություն, նստիր։ Հիմա ասեմ, որ ձեր համար ես և ձեր դասընկերի Դիմանեն աշխարհացույց հարթակով պատրաստել ենք հետաքրքիր ցուցադրումներ։ Նախ ձեզ դասից հակիրճ տեղեկություններ ասեմ, դուք ճիշտ է նշեցիք, որ մեր մարզի գլխավոր զարկերակը համարվում է Հրազդան գետը, որ միակն է, որ սկիզբ է առնում Սևանա լճից և թափվում է Արաքս գետ, արդեն մենք ուսումնասիրել ենք, գիտենք, ձախակողմյան վտակներ, լեռնային տարածքներ ունենք, արևելյան հատվածում Գեղամա լեռները, հյուսիսում Փամբակի լեռները, արևմտյան հատվածում Ծաղկունյաց լեռները և Ողջաբերդի և բնականաբար գետը հնարավորություն է տալի ոչ միայն էներգետիկ ռեսուրսները օգտագործել, նաև բնակավայրեր են կառուցել։ Մեր հիմնական քաղաքները, հիմա որ ուսումնասիրենք, կնկատենք, որ տեղաբաշխված է Հրազդան գետի ափամերձ տարածքով և տարանցիկ բավականին լուրջ նշանակություն ունի մեր մարզը, տարածքով անցնում է հյուսիսը հարավի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհը, նաև կարևոր երկաթգիծը Հրազդան, Երևանը, Հրազդանը և կապում է Իջևան, դրա համար էլ մեր մարզը կարևոր գլխավոր դեր ունի ամբողջ հանրապետության համար։ Եվ կուզենայի դասը, որպեսզի դուք ուսումնասիրեք, խմբերի բաժանեի, ուրեմն խմբերը մի խումբը թողնի մեր այսօրվա դասի գիդը, թող Մարինային օգնի Տիգրանը, մեր որոնողական խումբը թող լինի, որ գետերը, բնական պայմանները ուսումնասիրեն Նազենին և Անահիտը, իսկ հետազոտող խումբը և բնակչությունը հետազոտի և տնտեսությունը Մանեն թող Խորենի հետ համագործակցի, իսկ Մանյան իշխանի։ Հիմա դասագրքի ուսումնասիրում ենք յուրաքանչյուրս ձեր հատվածները և ուշադրություն երեխաներ ձեր ասելիքը կմոտենանք մենք աշխարհացույց հարթակով ինչ պատրաստել ենք, դրա օգնությամբ ձեր ասելիքը կներկայացնեք, լավ, ձեզ որոշ ժամանակ տրամադրենք աշխատելու համար, հետո կներկայացնենք, լավ։
Մենք ներկայացնում ենք Կոտայքի մարզի բնական պայմանները, ինչպես արդեն նշեցինք, Կոտայքը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում եւ առանձնահատկություններից մեկը այն է, որ սահմանագից չեն որևէ պետության, այսինքն չունի արտաքին սահմաններ, եւ սահմանագիծը հենց ներքին մարզերին։ Կոտայքի մարզով է ասում հյուսիսահարավին կապող կարևորագույն երկաթգիծը, որը Կոտայքի մարզին տալիս է տարանցիկ բնույթ եւ հատկանիշ առանձնահատկություն։ Երևան, Հրազդան եւ Երևան-Հրազդանի միջևան երկաթգիծներ են տեղավորվում, ինչպես նաեւ կարևորագույն ավտոմայրուղը։ Կոտայքի մարզի արևելյան հատվածում գտնվում են Գեղամա լեռները, արևմտյան հատվածում Ծաղկունյաց լեռները, իսկ հյուսիսային հատվածում Խամբակի լեռները, հարավային հատվածում մի փոքր տարածում են արդեն Ողջաբերդի լեռները, նշանակալից բարձր լեռնագագաթներ ունենք, դրանք են Արայի լեռը, Գութանասարը եւ Հատիս լեռը։ Դե հիմա մենք ցուցադրենք Արայի լեռը, դու տեղեկությունները պատրաստած։ Արայի լեռը հանգած հրաբուխ է, որը գտնվում է Արագծի հարավ-արևելքում, Քասախ-Հրազդան գետերի միջև, բարձրությունը 2605 մետր է, ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև, հարավ-արևմուտքում կա բնական պատրվածք, Արայի լեռը բազմածին հրաբուխ է։ Լավ, տեսանյութը կարող եք օգտագործել միանգամից։ Ահա, հետաքրքիր է։ Մենք ճիշտ է հնարավորություն չենք ունեցել գնալ, բայց գոնե հիմա կտեսնենք մեր աչքով Արայի լեռը։ Լավ։ Հաջորդը Հատիսի լեռը նշեցինք։ Հատիս կամ Շամիրամ լեռ 2528 մետր բարձրություն։ Գտնվում է Կոտայքի մարզի տարածքում, Կոտայքի հրաբուխային սարավանդի հյուսիս-արևելքում։ Այն հրաբուխային լեռնավահանների եւ սարավանդների լեռնագրական մարզի կոնիդեր ունեցող հանգած հրաբուխ է։ Լավ, ճիշտ է։ Հաջորդը Գութանասարը։ Գութանասար լեռը ունի 2299 մետր բարձրություն, գտնվում է Կոտայքի մարզի տարածքում։ Այն հրաբուխային լեռնավահանների եւ սարավանդների լեռնագրական մարզում գտնվող եւ հատած կոնի տեսք ունեցող հանգած հրաբուխ է։ Լեռան կլիման Լավ, հիմա հետաքրքիր տեսարան Գութանասարից առանձնահատուկ է։ Մարդիկ կամ այս տեսարանը տեսնում են, գիտեն Ամերիկայի լեռնային հատվածից է, բայց մեր Հայաստանի բնության կարևոր հուշարձաններից մեկն է։ Լավ, պատմական նկարագրություն Կոտայքի մարզը եղել է Այրերատ նահանգի Նիգև Կոտայք գավառների զբաղեցրել է Նիգև Կոտայք գավառների տեղադրությունը եւ Կոտայքի մարզը ձևավորվել է Աբովյան, Նայրի եւ Հրազդան շրջանների միավորման արդյունքում։ Այժմ կներկայացնենք ջրագրական ցանցը եւ պատմամշակութային տեսարժան վայրերը։ Լավ, լսենք Տիգրանի։ Կոտայքի մարզը հարուստ է ջրային ռեսուրսներով, որոնք ունեն ռազմավարական նշանակություն ոչ միայն մարզի, այլ ողջ Հայաստանի համար, ոռոգման արդյունաբերության եւ խմելու նպատակներով։ Լավ, իսկ այդ ջրային ռեսուրսներից ինչ աղբյուրներ կնշենք։ Լավ։ 40 Ահա, հիմա մենք կդրենք, ահա, ցուցադրության մեջ 40-ակն է, տեսնենք ինչ է։ Մոտիկ։ Ահա, 40-յակը աղբյուրը խմբի Հայաստանի Կոտայքի մարզի Հատիս հրաբուխային լեռնազանգվածային հարավային ստորոտի ակունքում եւ կաթնաղբյուր գյուղերի միջև է գտնվում, շատ լավ, բացի 40-ակնից, այլ ինչ ունենք։ ռեսուրսներից արզների եւ գառնու հանքային ջրի աղբյուրներ։ Լավ, նաև գառնի եւ արզնու սառնորակ աղբյուրները, որոնք ինչ նպատակով են օգտագործվում, կարդանք։ Տեսեք ինչ գեղեցիկ հատված։ Աղբյուրը հիմնականում հայտնի է որպես Կոտայքի մարզի Գառնի գյուղի մաքուր խորքային աղբյուրների ջուր, որը արտադրվում է հայտնի է, որը արտադրվում է շշալցվում է, ինչպես նաև Հայաստանի հայտնի է եւ Գառնի աղբյուր աչք։
Լավ, իսկ Գառնիի ջուրը մինչև ո՞ր քաղաքն է։ Եվ Արզնիի ջուրը խողովակների միջոցով հասնում է Երևան, օգտագործվում Լավ, իսկ պատմամշակութային ինչ առանձնահատուկ ժառանգություն ունի մեր մարզը։ Կեչարիսի վանքը, Գառնի գեղաթը։ Լավ, հիմա Գառնիից տեսնենք տեսարան։ Լավ, Մարինա կկարդաս։ Գառնի Հայաստանի հնագույն բնակավայրերից է Մեծ Հայքարյաց նահանգի Ոստան բնակավարում Ազատգետի աճափին։ Գառնի ավանը, որը ներկայումս գտնվում է ներկայումս Կոտայքի։ Լավ։ Հաջորդը։ Գեղարդն նայեք ու անցնենք հաջորդ խմբի։ Գեղարդավանքը կամ այլևանքը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղի հյուսիսարևելք Ազատգետի կողքտակի ծորալանջին։ Հիմնվել է Գրիգորյա Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին հեթանոսական սրբավայրի վրա։ Լավ, շատ շնորհակալություն։ Ուրիշ ասելիք ունեք։ Լավ, շնորհակալ եմ, նստեք։ Տեսնենք, որոնեցի, ինչ որոնեցի, մեր մարզում ինչ հարստություններ ենք բացահայտելու ձեր օգնությամբ։ Կոտայքի մարզի ջրերի ցանցի լավ զարգացած է, այստեղ հոսում դրաստան գետը, որն էլ հանդիսանում է այստեղի բորոքման եւ էներգիայի ստացման մեծ աղբյուրը, ինչպես նաեւ այստեղ կան օգտակար ջրեր, հանքային ջրերը, Արզենի, Գառնիի եւ Արմենիի Գառնիի ջրերը, որոնք հանդիսանում են սառը հանքային ջրեր, որոնք օգտագործում են բուրման նպատակներով։ Սառն են թե տաք հանքային մեր ջրերը։ Հանքավանը, Արզենի եւ Բժնի տաք հանքային ջրեր են, իսկ Արզնի եւ Գառնի սառնորակ աղբյուրներ են, լավ։ Սառնորակ աղբյուրներ են, ինչպես նաեւ այստեղ սարավանդներում տարածվում է 4 տափաստանային լանդշաֆտը, իսկ ավելի բարձր տարածքներում արդեն տարածվում են սևահողային տափաստանային լանդշաֆտները, ցաղմիած լեռների շրջանում տարածվում են անտառային լանդշաֆտները։ Ապրես, որը ձեր տարածքում դուք ականատես եք, չէ՞։ Ամենաբարձր լեռնային գոտիներում արդեն տարածվում են լեռնամարգագետների։ Ապրես, շատ լավ։ Իսկ ինչ օգտակար հանածոներ ունենք, Նազենի։ Կոտայք մասին դեպքը ունի բազմաթիվ օգտակար հանածոներ, դրանք բազմաթիվ օգտակար հանածոներ, հիմնականում երկաթը եւ ոսկին, ինչպես նաեւ թեժ լեռան մոտակայքում գտնվում են նեֆերինային սիենիդները։ Լավ, հիմա ցուցադրման մեջ մենք նայենք, տեսնենք մեր հանքավայրերը որտեղ էին, ուրեմն սա թեժ լեռան տարածքում նեֆերինային սիենիդներ։ Իսկ կարող եք հիշել, մենք արդյունաբերությունը գունավոր մետալուրգիայից անցել ենք։ Նեֆերինային սիենիդը որ մետաղի ձուլման համարյա ապրես ալյումինի, հաջորդը նշեցինք երկաթին այլ մեր Հրազդան քաղաքում երկաթի հանքավայրը, հաջորդը Մեղրաձորի Հարևան գյուղում Մեղրաձորի ոսկու հանքավայրը։ Իսկ հանքային ջուրը նշենք, տեսնենք ինչ նպատակով ենք մեր մարզում օգտագործում։ Կարդա ուզում ես։ Բարեոկլիմական Հայաստանի Կոտայքի մարզում Մարկենցուններից 33 կիլոմետր հյուսիս-հարավարտ, Երևանից 85 կիլոմետր հյուսիս, գտնվում է Մալավի գետի գեղատեսիլ գյուղում, բարձրությունը ձորի մակարդակից 5%։ Լավ, մի հատ է տեսանյութը, տեսնենք ինչ նպատակով են։ Ձեր հարևանությունը դուք տեղյակ եք, չէ՞։ Ահա։ Բուժիչ հանքային ջուրը օգտագործում են առողջությունը, հանգիստը վերականգնելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Լավ, նույն ձևով Արզնի։ Մի հատված էլ Արզնի հանքային ջրի։ Տեսնենք ինչ առողջարաններ ունենք։ Արզնու աղբյուրը։ Տեսեք ոնց է դուրս գալիս երկրի մակերևույթ ու կարդա Ազանի։ Արզնի ցածր ջերմաստիճանի հանքային ջուր Հրազդանի կիրճում Հայաստանի Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտ։ Հայտնի է հնագույն ժամանակներից, երգը կապված է խզումային հաղթումների։ Ահա, այսինքն խզվում եք դուրս է գալի երկրի մակերևույթ աղբյուրի տեսքով, ինչպես դուք նկատեցիք, շնորհակալություն նստեք, բայց մինչ այդ տարածաշրջանում հանքային ջրեր, սառնորակ աղբյուրները շատ են, պատճառը ո՞րն է։ Եվ մեր Հայաստանը ընդհանրապես շատ հարուստ է հանքային ջրերով, աղբյուրներով,
Պատճառը ով կարող ասել։ Լավ, Մարինա, խնդրեմ։ Իրական պատճառներից մեկը այն է, որ եղները հրաբխային ծագման։ Ահա, հրաբխածին ապարներ ունեն, իսկ ջուրը ինչ հատկություն ուներ։ Լուծիչ։ Ահա, ներծծվելով լուծում է։ Իսկ դուք երևի լսած կլինեք, երբեմն մեր հանքավանի հանքային ջրին անվանում ենք թթու ջուր։ Այս դեպքում ինչու մեր ջուրը ունի թթու համ, կհստես։ Շնորհակալություն, ով կարող է ասել, ասա։ Կապված աղերին ամենից քանակի հետ։ Ահա, ճիշտ է, աղերը լուծում է, ասեմ, որ ածխաթթու գազի հետ երբ որ ինքը լուծվում է, դառնում է H2 CO3 թթու, դրա համար ինքը ունի թթվաշ համ։ Եվ բացի դրանից ինքը ունի տաք ջուր, չէ՞, մենք ասեցինք ջրի ջերմաստիճանը տաք է, սա էլ կապված է, շնորհակալություն Աննա ջան, ինքը կապված է էլի ածխաթթու գազի հետ ռեակցիա է տեղի ունենում, էկզոթերմիկ ռեակցիա է կոչվում։ Եվ այս դեպքում ջերմությունը կուտակվում է, հավաքվում եւ ջրին տալիս է տաքություն։ Դրա համար մեր հանքային ջուրը տաք է։ Հիմա հաջորդ խումբը տեսնենք հետազոտողներ խումբը բնակչությունից ինչ առանձնահատկություններ կնշենք։ Ահա։ Կոտայքի մարզի բնակչությունը շուրջ 250 հազար է։ Հիմնական քաղաքները, որտեղ հիմնական ժողովուրդը բնակչությունը բնակվում է քաղաքներում, բայց ինչպես բնակվում է քաղաքներում, այդպես էլ բնակվում է գյուղերում։ Քաղաքներից նշանավոր քաղաքներ են Ուսպես քարտեզի վրա ցույց տուր, խնդիր չկա։ Հրազդան քաղաքը, որը համարվում է մարզ կենտրոնը, ամենաշատ բնակչություն ունի Հրազդանը, որին հաջորդում է Ծաղկաձորը, որը աչքի ընկնում զբոսաշրջության կենտրոնով, Չարենցավան քաղաքը, Եղվարդ քաղաքը, Բյուրեղավան քաղաքը եւ Աբովյան քաղաքը։ Նաեւ Նորհաճը։ Ունենք նաեւ Նորհաճը քաղաքը։ Ահա։ Այսինքն քանի քաղաք ունենք մեր մարզում, ոնց հասկացաք։ 11։ Քանի մարզում է, մեր մարզում քաղաք։ 7 քաղաք ունենք եւ քանի ընդհանուր բնակավայրերի թիվը 68-ն է, 61-ը գյուղեր է, իսկ 7-ը քաղաքներ։ Իսկ մի հատ հարց, ուրբանիզացման մակարդակով մեր մարզը գտնվում է 4-րդ տեղում։ Առաջին մարզը քաղաքների թվով, քաղաքաբնակների թվով Սյունիքի մարզն է, երկրորդը Լոռվա մարզը, երրորդը Շիրակի մարզը, իսկ 4-րդ մարզը մեր մարզն է։ Իսկ բնակչության թվով առաջին տեղն է։ Բնակչության թվով Երկրորդ հարյուն։ բնակչության խտությամբ ինքը գտնվում է որտեղում։ Առաջինը Արմավիրի մարզ, երկրորդը Արարատի մարզ, երրորդը խտությամբ մեր մարզն է։ Լավ, հիմա տեսնենք մեր քաղաքների մասին ինչ տեղեկություններ ունեն, կարող եք ներկայացնել նաև դասարանին։ Չարենցավան քաղաքը։ Չարենցավան քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզ կենտրոնից 12 կիլոմետր հարավ-արևմուտք, Երևանից 25 կիլոմետր հյուսիս, Հրազդան գետի ափին։ 2015 թվականի տվյալներով Չարենցավան ունի 20500 բնակիչ։ Լավ, ապրես, հաջորդ քաղաքը։ Հաջորդ քաղաքը Հիմա Նորհաճան։ Նորհաճն է, երբեմն Նորհաճան քաղաք, Հայաստանի Կոտայքի մարզում, մարզ կենտրոններից 37 կիլոմետր հարավ-արևմուտք, համարվում է Կոտայքի մարզի մեծ բնակչություն ունեցող տարածքներից մեկը, 10000 բնակչություն, Նորհաճնը հայտնի է թանկարժեք քարերի մշակմամբ։ Ապրես, իսկ երեխաներ մենք գիտեինք մինչ այդ, որ թանկարժեք քարերի հիմնական գործանը գտնվում է Նորհաճնում։ Տեսեք ինչ առանձնահատկություն ունի Նորհաճն քաղաքը, հաջորդը Բյուրեղավան եւ Աբովյան քաղաքները։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մետր բարձրության վրա, գտնվում է Երևանից 16 կիլոմետր հյուսիս-արևելք եւ 36 կիլոմետր հարավ-արևելք, մարզ կենտրոն Հրազդանից, Աբովյանի տեղում Բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Լավ, հաջորդը Մանյա, դու կներկայացնես։ Բյուրեղավանից է, տեսնենք ինչ առանձնահատկություն ունի։ Բյուրեղավան քաղաքը
Քաղաքը Հայաստանի Կոտայքի մարզի հարավարևմտյան հատվածում, հեռավորությունը մարզի կենտրոն Հրազդանից 43 կիլոմետր, մայրաքաղաք Երևանից 20 կիլոմետր։ Նախկինում կոչվել է Արսին։ Լավ, իսկ կարող ենք իմանալ նաև, որ քանի որ այս քաղաքում հաղճապակյա, բյուրեղապակյա տարաններ են արտադրել, դրա համար քաղաքի անունը փոխվեց, դարձավ Բյուրեղապան։ Շատ շնորհակալություն։ Երեխաներ, հիմա հասկացաք ինչու մեր քաղաքային բնակավայրերը հիմնականում տեղաբաշխված են Հրազդան գետի հովտով։ Կարող ենք մեկնաբանել, ինչ հասկացանք, պատճառը ո՞րն էր։ Դամփոթեք նորից անցնենք հաջորդ հատվածին։ Ես ձեզ նշեցի, չէ, որ Հրազդան գետի հովտով, չէ, եւ մեր գետի հովտով անցնում է երկաթգիծը, նաեւ ավտոմայրուղին զուգահեռ, որը նպաստավոր պայման է ստեղծել, որ բնակավայրերը կառուցվեն հիմնականում գետահովտի տարածքով։ Եվ դուք չնշեցիք, որ 1950-ական թվականներից ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ որ բուռն զարգացում ունեցավ արդյունաբերությունը, ու մեծ հոսք եղավ մեխանիկական շարժ դեպի Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքները երիտասարդ քաղաքներ էին եւ հիմնավորվեցին, բնակչությունը գնալով շատացավ։ Շնորհակալ եմ։ Հիմա տեսնենք հաջորդ խումբը, տնտեսական հետազոտումները, տեսնենք ինչ տնտեսության առանձնահատկություն կներկայացնեք։ Կոտայքի տնտեսությունը առավել զարգացնում երկու կես անգամ զարգացնում է գյուղատնտեսության շնորհիվ, քանի որ Կոտայքի մարզում գյուղատնտեսությունը զարգացած է մեկ բնակչին գնող հնայով երկրորդն է Սյունիքի մարզից հետո, նաև շատ կարևոր է Հրազդան-Սևան կասկադ, այսինքն մենք ունենք էլեկտրակայաններ, որը ջրային էլեկտրակայաններից Հրազդան-Սևան Հրազդան կասկադի 6 էլեկտրակայաններից քանիսները շատ ահռետ ճիշտ են։ Մեկը Հրազդանի, մեկը Գյումուշի կամ Արգելու, մյուսը Աբսենի։ Լավ, նաև մեր գլխավոր զավգիրակը։ Ջերմաէլեկտրակայանը, այո, մեր հարևանությամբ ջերմաէլեկտրակայանը եւ այստեղից ուղղում է եւ այստեղից է էլեկտրահաղորդման գծերը եւ այստեղից է գնում էլեկտրահաղորդման գծերը, նաեւ շատ զարգացած է նաեւ շատ զարգացած է մեքենաշինությունը։ Ահա, մեր հարևանությամբ ինչ գործարան ունենք մեքենաշինական։ Հրազդան մեքենա, որ վերջերս համագործակցում են Կանադայի հետ, չէ, արտադրություն կազմակերպում, էլի մասամբ է, ցավալին է նա, որ մասամբ է աշխատում, մանեք, ինչ կներկայացնես։ Կոտայքի մարզում զարգացած է նաև գյուղատնտեսությունը, հիմնական ուղղություններն են խոթաբուծությունը եւ անասնապահությունը։ Անասնապահությունը 2.5 անգամ գերազանցում է բուսաբուծության եւ պտղաբուծությանը։ Հիմնականում Կոտայքի մարզում անասնապահությունը կատնամսատու անասնապահական է, սակայն կա նաև ուղղություն է, սակայն կա նաև պտղաբուծական ուղղություն։ Կոտայքի մարզի գյուղատնտեսությունը բնորոշ է նրանով, որ առաջինն է ձվի եւ խոզի մսի արտադրության։ Առաջինը մեր մարզը երկրորդն է Արմավիրի մարզից հետո։ Լավ, տեսնենք ինչ արտադրություններ, ճիշտ է, լավ, շարունակի Գյուղատնտեսությունը մարզի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Հայաստանի այս մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների միջոցով։ Բնորոշ է ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը, մասնագիտացած է որպես այգեգործական, անասնապահական շրջան, ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։ Լավ, իսկ մենք ինչ թռչնաբուծարաններ ունենք։ Արզունի թռչնաբուծարանը, որը շատ մոտ է քաղաքին, Երևան քաղաքին, որպես այլ որը լուսայը եւ գետամեջ։ Այո, հիմա թռչնաֆաբրիկաները տեսնենք ինչ ունենք, կարդա։ Կոտայքի մարզը Հայաստանի թռչնաբուծական արդյունաբերության կենտրոններից է, մարզում գործում են մի քանի խոշոր եւ միջին թռչնաֆաբրիկաներ, որոնք զբաղվում են ձվի եւ թռչնամսի արտադրությամբ, հիմնական թռչնաֆաբրիկաներն ու թռչնաբուծական տնտեսությունները ըստ աշխարհագրական դիրքի հետևյալն են՝ գետամեջի, գետամեջ, հաջորդը Արսենի եւ Լուսակերտը։
Իսկ կարող եք ասել, ինչու հենց այս քաղաքներում է տեղադրված։ Որտեղ մոտ են գտնում Երևանին, բնակչությանը ավելի թարմ Այո, ձվով եւ թշնամիսը անմիջապես հասցնի սպառողին։ Լավ, հաջորդը նշեցինք նաեւ տնտեսության նպաստել է զբոսաշրջությունը, ինչպես նաև ռեկրեացիոն ռեսուրսները, հատկապես Ծաղկաձորը որպես միջազգային սպորտային համալիր։ Այո, Լեռնադահուկային համալիր։ Վերջ, ձեր ասելիքը շատ շնորհակալություն, նստեք, իսկ ձեր ամբողջ դասանին ուզենայի հարցուղել խնդիր, մենք ունենք, Անահիտ, Այո, մեր մարզը նաև աղտոտված է, Հրազդան քաղաքը աղտոտված քաղաքների շարքում է դասվում, իսկ ի՞նչն է աղտոտում մեր մարզը, Կոտայքի մարզում ինքը Հրազդան քաղաքում է գտնվում Հրազդանի ջերմային էլեկտրակայանը, որը ունի և դրական և բացասական նշանակություն, դրական նշանակությունը, որ ջերմային էլեկտրաէներգիա է մատակարարում, ինչպես նաև աշխատատեղի հանդիսանում, բացասական նպատակներից էկոլոգիական լուրջ խնդիրներ առաջացնում։ Շատ ապրես, ինչի, որովհետև ինքը արտանետում է ջերմոցային գազեր, որը շատ վտանգավոր է, չէ, օդը աղտոտում է, լավ, հաջորդը դստում ենք, Գործում է նաև ցեմենտի գործարանը, որը 10 կիլոմետր շարավով ևս աղտոտում է մթնոլորտը։ լավ, հիմա ինչ երեխաներ, առանց էնել մեր գործարանները այսօրվա դրությամբ մասամբ են աշխատում, հայտնի է, որ ցեմենտի գործարանը ժամանակին շատ լավ արտադրություն էր կազմակերպում, բայց այսօրվա դրությամբ մասամբ աշխատում է, ինչպես նշեցինք, աշխատատեղերը պակասել է։ Չաշխատեն գործարանները, ինչ առաջարկներ ունենք, լուծման խնդիրներ կառաջարկենք, ասա։ Գործարանների մոտակայքում տեղադրել օդոզդիչ սարքեր, որն էլ գործարանից արտազատած կեղտոտ օդը կմաքրի։ Այսինքն գազագլանիչ սարքեր տեղադրենք, շատ լավ, Նազենի։ Ծառատունք կազմակերպենք, շատ լավ, ինչի աշխատանքը դադարեցնենք, իսկ ցեմենտի գործարանի համար ինչ կարելի է անել։ Օդը, որպեսզի մաքրվի, երեխաներ ֆիլտրացնող սարքեր։ Ճիշտ է, տեխնոլոգիապես ինքը թանկարժեք է, բայց եթե այդ աշխատանքները կազմակերպի, բավականին լավ կլինի։ Ռեսուրսներ հեռանկարում, օրինակ ինչպես եք տեսնում, մեր մարզը կարող ենք զարգացնել, օգտագործելով մեր պատմամշակութային, բնական հուշարձանները, ինչպես կարող ենք օգտագործել, ասա։ Օգտագործել տուրիզմի զարգացման համար, քանի որ մարզը հարուստ է տեսարժան վայրերով, Շատ լավ, վերականգնելով այդ տեսարժան վայրերը զարգացնենք մարզի տուրիզմը։ լավ, ճիշտ է, ուրիշ, ասա Մարինա ջան։ Շատ նշանակալից հատվածներ կան, օրինակ Մարմարի գետի Հովիդը կամ Ծաղկաձորը կարելի է կառուցել սպա կենտրոններ, առողջարաններ, հանքանջի աղբյուրներ եւ սարքել Կոտայքի մարզում, նաեւ բավականին նպատակահարմար է էկոտուրիզմը զարգացնելու համար։ Շատ լավ, իսկ կարող ենք էքստրեմալ տուրիզմ զարգացնել։ Մենք նկատեցինք ինչքան գեղեցիկ լեռներ ունեինք, չէ, Արայի լեռը, Հատիսը, ինչ նպատակով էկոտուրիզմը, ինչ էքստրեմալ, ինչ կարելի Ճիշտ է, ժայռամագործություն կարելի է, թռիչքը չէ, բարձր տեղից հիմա ինչքան տարածված են, ու կարող են բոլորի ուշադրությունը բերել դեպի մեր մարզ։ Շատ լավ։ Կուզենայի ձեզ հավելել, որ մեր մարզում 1967 թվականին նկարահանվել է Կարինե երաժշտական հումորային ֆիլմը, որից մի հատված կուզենայի ցույց տալ, տեսեք, որ հատվածում է մեր մարզի նկարահանված։ Ուշադրի նայեք երեխաներ, այս հատվածը։ Ահա, մեր Հրազդան գետի վրա կառուցված ծովինար կամ աղբյուրակ ջրամբարի բնապատկերն է։ Նկատեցիք։ Ծովինար ռեստորանից մի փոքր հեռու։ Ինչ է բերել, մարդ, ինչ ունի, ով ես։
ամրական դեպքում գերու համար եկեք միասին ձեզ համար պատրաստել ենք քաոթով ինտերակտիվ խաղը, հանեք ձեր հեռախոսները, 615 բոլորս պատրաստ ենք։ Կոտայքի մարզ, մեկնակը 3, 2, 1։ Հիմա սկսենք։ Առաջի հարցը ո՞րն է Կոտայքի մարզի վարչական կենտրոնը։ Գյումրի, Հրազդան, Վանաձոր, Աբովյան։ Լավ։ Հրազդան քաղաքը նշեցինք, ճիշտ էր։ Հաջորդը ինչով է Կոտայքի մարզը բացառիկ Հայաստանի Հանրապետության մյուս մարզերի շարքում։ Ամենամայիցը տարածքով, սահման չունի հարևան պետությունների հետ, ունի ամենաշատ լճերը եւ ամենաշատ բնակչությունը։ Բոլորը համարյա թե ճիշտ է նշում, մեծամասամբ ապրեք։ Հաջորդը որ գետի վրա է կառուցված Սևան Հրազդան ջրեկների կասկադը։ Մարմարիկ, Դալար, Հրազդան, Ազատ։ Մեծամասնությունը ճիշտ պատասխան է ընտրում, շատ լավ։ Հաջորդը որ հեթանոսական տաճարն է գտնվում Կոտայքի մարզում։ Զվարթնոց, Գառնի, Տաթև, Հաղպատ։ Հաջորդ հարցը։ Ճիշտ էինք ընտրել պատասխանը, մեծամասնությունը։ Հաջորդ հարցը։ Մարմարիկի հովիտը որ լեռնաշղթաների միջև է տարածվում։ Գեղամա եւ Վարդենիս, Փամբակի եւ Ծաղկունյաց, Արագածի եւ Փամբակի, Գեղամա եւ Ծաղկունյաց։ Հաջորդը մեծամասնությունը ճիշտ նշեցինք, շատ լավ։ Որ առողջարանային քաղաքն է հայտնի իր լեռնադահուկային ուղիներով։ Աբովյան, Չարենցավան, Հանքավան, Ծաղկաձոր։ Շատ լավ։ Անցանք առաջ։ Որ օգտակար հանածոյի հանքավայրն է գտնվում Մեղրաձորում։ Ոսկու, երկաթի, պղնձի, ալյումինի։ Լավ, շատ լավ։ Ինչով է հայտնի հանքավանը։ Միայն անդառներով, տաք հանքային ջրերով եւ բուժիչ կենտրոններով, գործարանաշինական կենտրոններով եւ սոպանուղիներով։ Ճիշտ ընտրեցի մեծ մասը։ Շատ ապրեք։ Որն է Մարմարիկի ջրամբարի գլխավոր նպատակը։ Գետի հոսքի կարգավորում եւ ոռոգում, ձկնաբուծություն, էլեկտրականության արտադրություն, քամիների ուժեղացման կարգավորում։ Ճիշտ է, շատ ապրեք։ Մեծամասնությունը ճիշտ է ընտրում։ Կոտայքի մարզի որ քաղաքն է Երևանի Արբանյա քաղաք եւ արդյունաբերական կենտրոն։ Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր։ Շատ լավ, շատ ընտրեք։ Հիմա տեսնենք մեր հաղթողները։ Երրորդը Մանյան, Ապրիմանյան, Մանեն երկրորդ տեղում է եւ առաջին հորիզոնականը կզբաղեցնի հիմա ցույց կտա Մարինան։ Շատ ապրեք, եկեք ծափահարենք, շնորհակալություն։ Մեզ մնաց ձեզ տնային առաջադրանք։ Հիմա այսպիսի մի առաջադրանք, եթե դուք լինեիք բնապահպանության նախարար, ինչ հիմնախնդիրներ եք տեսնում մեր տարածքում, ինչի՞ չէ նաև կարող մեր Հայաստանի մասշտաբով վերցնել այդ հիմնախնդիրը եւ ինչ լուծման ուղիներ կարող